Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հուքերի գլխավորած պատվիրակությանը, վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան եւ նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև գործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Երևանի այցելել նախագահ Տրամփի եւ վարչապետ Փաշինյանի կողմից սահմանված տեսլականը առաջ մղելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար։ Հուքերը շեշտել է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև շարունակական գործակցությունը խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսականորեն ակտիվ առևտրային ուղի։ Նրա համոզմամբ սա կստեղծի նշանակալից օգուտներ եւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների համար։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը եւս ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։ Երկուստը կընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության խորացման պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ ԵԱԿ խորհրդանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդանական պատվիրակությունների միջև։ Հանդիպանը կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդանական աջակցության կարեւորության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդանականների դերին։ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այսօր Թբիլիսիում էր։ Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է նրա եւ Միխայել Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է հայկական եւ վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ժամանակ Կավելաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։ Նախագահ Կավելաշվիլիի հետ մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք երկկողմ բազմավոլորտ փոխգործակցությանը եւ Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացման ուղղված հետագա անելիքներին։ Մեր քննարկումների առանցքում են նաեւ երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ տրանսպորտի, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար, ներդրումային, մշակութային, կրթական եւ երիտասարդական ոլորտերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նշեմ, որ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստում է 2026 թվականի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի COP17 եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալմանը։ Ակնկալում ենք վրացական կողմի մասնակցությունը։ Պարոն նախագահ, այդ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուց զատ քննարկել ենք նաեւ տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձել եմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած երակողմ հանդիպման արդյունքներին եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջապահման արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների։ Գործընթացը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերու նախագծի տեսլականին։ Վերստին ընդգծեցի, որ Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության եւ փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվող երկարատև խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցման ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում TRIP նախագծի միջոցով Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ, տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի, նպաստելով նաեւ տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Այդ մասին ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Հայրապետյանը։ Նրա տեղեկացմամբ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրաված է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետների ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ըստ մեղադրանքի Գևորգ Կոստանյանն էլ հետախուզվում է առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելու համար։ Իսկ մանրամասները ներկայացվող տեսանյութում։
Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմելու է Ռուսաստանի Դաշնություն։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի արտահանձնման միջնորդությամբ։ Ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի եւ Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ըստ մեղադրյանքի Հարությունյանը խեղաթյուրել է նաև զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին։ Այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելուն։ Նշեմ, որ քննությունը չի սահմանափակվում միայն 10 անձի սպանության դրվագով, դա ներառում է, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք մեծ պատկերի մեջ, 10 անձի սպանությունը հետևանք է։ Եթե մենք խոսում ենք հատկապես պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգումների, բռնություն գործադրելու եւ որոշակի հիերարխիկ կառուցվածքի մեջ հրահանգներ տալու եւ հրահանգները կատարելու։ Այսինքն այս առումով ձեր դիտարկումը լրիվ ճիշտ է եւ ուզում եմ վերահաստատել, որ քննությունը չի սահմանափակվում ընդհանրապես միայն սպանությունով։ Մենք միայն սպանություն չի, որ քննում ենք։ Սպանությունը մեզ համար այս գործողությունների արդյունքում առաջացած հետևանք է եւ մենք քննությամբ այս պահին աշխատանք ենք տանում պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, որ այդ 10 անձի սպանությունը եւ մնացած բոլոր անձանց վնասվածքները, որտեղ դրանք բազմաթիվ են, արդյոք պատճառական կապի մեջ են գտնվում այս դրան նախորդած գործողությունների հետ, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից նաեւ կատարվել են որոշակի հիերարխիայի շրջանակներում։ Մարտի 1-ի գործով քրեական վարույթի նյութերը բաղկացած են 625 հատորից։ Ծավալով պայմանավորված 2025 թվականից նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբին, որի կազմում ընդգրկվել են հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի 24 քննիչ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Իսկ թե ինչու է գործն այսքան ձգձգվում, Վարդապետյանը ընդգծեց։ Դատաքննության ձգձգումների հետ կապված բարձրագույն դատական խորհուրդն է այն մարմինը, որը կարող է ինձնից առավել ամբողջական պատասխանել ձեր հարցին։ Ես նշեցի, որ դատավորը, ով նախկինում դատաքննություններ իրականացրել այս գործով, լիազորությունները դադարեցվել են եւ ըստ էության գործը մակագրված է նոր դատավորի։ Դատախազությունը իրավասու չէ գնահատական տալու դատարանի գործողություններին, բայց մեր մասով նշեմ, որ ոչ միայն այս գործով, այլև ընդհանրապես դատաքննությունների ձգձգումներին որևէ կերպ հակազդելու համար դատախազները նախ դատարանի հետ նախապես պլանավորում են նիստերի ժամանակացույցը, բացի այդ դատախազները չեն բացակայում դատական նիստերից, որպեսզի մեր բացակայությամբ պայմանավորված նիստերը չհետաձգվեն։ Ես ենթադրում եմ, որ մարտի 1-ի գործով նույն սխալը դատարանում չի կրկնվի։ Հիշեցնեմ, մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը։ Նրանք սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով։ Մարտի 1-յան իրադարձություններին Հայաստանի զինված ուժերի մասնակցության եւ Արցախից Հայաստան հատուկ այդ նպատակով բերված զորքի վերաբերյալ տեղեկություններն էլ խորհրդարանի ամբիոնից հաստատեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Քրեական վարույթով հիմնավորվել է պատշաճաբացներ ձեռքբերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահից ելնելով թույլ տվեք չկոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից, բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ
քննություն է կատարվում։ Նահապետյանը հակադարձեց նաև այն պնդումներին, թե մարտի 1-ի գործը փակուղի է մտել։ Նա վստահեցրեց, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառելու են, որպեսզի ունենանք գործի ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտում։ Քննչական կոմիտեում նաև քննիչները ներգրաված են քննչական խմբում, այս ընթացքում նաև քննչական կոմիտեի քննիչները նաև իրականացրել են բազմաթիվ հարցաքննություններ, առգրավումներ, անհրաժեշտ ապացուցողական եւ այլ վարորդային գործողություններ, նաեւ հենց մեր քննիչների կողմից կատարված քննության արդյունքում նաեւ բացահայտվել է նաեւ այլ հանցագործության վերաբերյալ դեպք, որը ըստ էության նաեւ հետագայում կազդի մի շարք անձանց արարքների քրեիրավական որակման վրա։ Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանը 2021 թվականին հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, այսինքն սահմանադրական կարգը տապալելը, ինչի հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին դատարանը դադարեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն ինչպես խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազը, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների փոփոխված մեղադրանքները հանրային մեղադրողը առաջիկայում ներկայացնելու է դատարան։ Կառավարության նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշում է կայացվել։ Այն կանցկացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը։ Գործադիրը որոշել է նաև, որ ընտանիքներում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությունը դառնում է մշտական, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ աջակցությունը կկազմի 500,000 դրամ։ Կառավարության այսօրվա նոյեմբերի 20-ի նիստում հաստատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշումը։ Ըստ նախագծի զորակոչը կանցկացվի 2026 թվականի հունվարի 7-ից 31-ը, իսկ զորացրումները 2026 թվականի հունվարի 8-ից 31-ը։ Ձմեռային զորակոչի ենթակա են նաև այն նիգական սեռի քաղաքացիները, որոնք մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը դիմել են կամավոր պարտադիր զինծառայություն անցնելու համար։ Կառավարությունը նիստում հաստատել է նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշումը ռեկտորի ընտրության վերաբերյալ։ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կայացած մրցույթին մասնակցել էին երկու տեխնացու՝ Ռուստամ Սահակյանը եւ Արմեն Ծատուրյանը։ Քվեարկության արդյունքում Արմեն Ծատուրյանը ստացել է 13, իսկ Ռուստամ Սահակյանը 5 ձայն, ինչի արդյունքում էլ Ծատուրյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Կառավարությունը հավանություն է տվել նաև 20 համայնքներում 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը, ընդհանուր 1 միլիարդ 59 միլիոն դրամի շրջանակում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանի խոսքով ծրագրերը բաշխվել են հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ։ Ծրագրերը ներառում են գազաֆիկացում, ջրամատակարարման ցանցերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, ճանապարհների եւ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, լուսավորության նոր ցանցերի տեղադրում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների եւ այլ սոցիալական նշանակության օբյեկտների կառուցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խուդաքյանից հետաքրքրվել է, արդյոք կիրականացվի այս տարվա 500 կիլոմետր ճանապարհաշինության պլանը։ Նախարարը վստահեցրել է, որ մինչև դեկտեմբեր այն ամբողջությամբ կկատարվի։ Դեկտեմբեր ամսին ինչպես պայմանավորվել ենք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, այս պահին 475 կիլոմետր ավարտած ունենք։ Վարչապետը հիշեցրել է, որ արդեն ավարտվել է Հյուսիս-Հարավ-Մայրուղու հնավայրի շրջանցող հատվածը, իսկ եւս երկու խոշոր ճանապարհներ ավարտական փուլում են՝ Թթուջուր-Նավուր եւ Գանձաքար-Իցաքար, որոնք կարևոր նշանակություն ունեն Տավուշի մարզի երթուղային կապի համար։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ սա առնվազն 25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ ներկաներից կհիշեն, թե չեն հիշի, երբ որ Բերդում այն ժամանակ խոշորացված չէր, դեռ այն ժամանակներից, երբ որ խոշորացված չէր, կային նախաձեռնություններ, տարբեր անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ։ Հիմա մենք Բերդի համար, Բերդ խոշորացված համայնքը
Երևանին եւ Տավուշի մարզի ներսում 3 ճանապարհ ունի գործող։ Տավուշի մարզպետ Հայկ Գալումյանը տեղեկացրել է, որ Թութուջուր Նավուր ճանապարհն ամբողջությամբ ավարտված է, իսկ Գանձաքարի Ծաքարի վրա ավարտվում են գծանշման եւ կահավորման աշխատանքները։ Վարչապետն էլ ընդգծել է, որ մոտ ապագայում կհիմնանորոգվի նաեւ Այգեհովիտ Վազաշեն Պարավաքար ճանապարհները, որոնք նախկինում եղել են տարածաշրջանի միակ երթուղին։ Նիստում որոշում է կայացվել, որ ընտանիքներում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցությունը դառնում է մշտական։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով մեր հետազոտությունները եւ վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ ըստ էության աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչեւ 6 տարեկան։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ եւ հաջորդ երեխային 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան։ Ուժի մեջ կմտնի նաեւ նոր 20% հետվճարի մեխանիզմը, որի շնորհիվ անկանխիկ վճարումների դեպքում ընտանիքները փաստացի կկարողանան ստանալ մոտ 60,000 դրամ ամսական։ Ընդհանուր առմամբ մեկ երեխայի համար 6 տարվա ընթացքում պետական նպաստի ընդհանուր գումարը կհասնի մոտ 4 միլիոն 320,000 դրամի։ Նախարարի գնահատմամբ ծրագիրը լայնածավալ եւ մասշտաբային է եւ դրա մշտական լինելը հնարավորություն կտա ապահովելու ընտանիքների կայուն սոցիալական աջակցությունը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող միանվագ աջակցությունը սահմանվելու է 500,000 դրամը, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որ երրորդ երեխան է ծնվում։ Որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնելով, որ գործող համակարգում նպաստի չափը կախված է երեխայի կարգաթվից։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է. Նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1,5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացել։ Նախարար Թորոսյանի խոսքով թե տեղական, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծննդյան պահին առաջացող ծախսերն ընտանիքների համար հիմնականում նույնն են, անկախ երեխայի կարգաթվից։ Այդ պատճառով նախարարությունն առաջարկել է նպաստի չափը դարձնել միասնական։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանալաճուն խստիվ արգելվում է ՍԻԳ-ի արդյունագործական որսը։ Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում ՍԻԳ-ի բնական վերարտադրողականությանն աջակցելուն, դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն եւ արդյունավետ վերականգնումը։ Ի դեպ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ՍԻԳ-ի բնօգտագործման վճարների նոր դրույքաչափերը։ Փոփոխվել են ՍԻԳ-ի բնօգտագործման վճարների դրույքաչափերը դեռ 2025 թվականի ապրիլին ընդունված Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջին փուլով առաջարկվում էր ամբողջությամբ վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք ավելացնելով հիմնականում մոտ 2 անգամ, իսկ ՍԻԳ ձկնատեսակի համար մոտ 3 անգամ, դիտարկելով որպես Սևանալճի էկոհամակարգի պահպանության եւ պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն ռեսուրս։ ՍԻԳ-ի 1 կիլոգրամի համար սահմանվել է 200 դրամ, գործող 65 դրամի փոխարեն։ Այս դրույքաչափերի ավելացումը նպատակ ունի արժևորելու մեր ռեսուրսները։ Բայց բացի դրանից կարգավորումը միայն դրույքաչափերի ավելացմամբ չի պայմանավորված, փոխվել է ընթացակարգը վճարման։ Եթե այսօր գործող օրենքով մինչև ուժի մեջ մտնելը 26 թվականից պետք է վճարվի փաստացի օգտագործման համար, 26 թվականի հունվարի 1-ից վճարները պետք է իրականացվեն արդեն տրամադրված չափական այգի համար։
Վերանայվել են նաև կենդանիների տեսակների օգտագործման իրավունքների համար դրույքաչափերը՝ գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության նպատակներով։ Նաև Հայաստանի կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների բնօգտագործման դրույքաչափերը, որոնք օգտագործվում են բացառապես բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության նպատակներով։ Այս փոփոխությունը հենց առաջի հերթին միտված էր դրան, որպեսզի արդարացի բաշխումը ճիշտ իրականացվի։ Ընթացակարգը իրենից հետևյալ կերպ է իրականացվում, յուրաքանչյուր տարի, երբ որ Գիտությունների ազգային ակադեմիան հաշվառման աշխատանքները ներկայացնում է նախարարությանը եւ առաջարկում է տվյալ ժամանակահատվածում արդյունագործական սիգի չափաքանակներ, դրանից հետո մրցույթը հայտարարություն է լինում նախարարության պաշտոնական կայքում հայտերի ընդունման հստակ ժամանակահատված տրամադրելով, այդ ընթացքում դիմումատուները ներկայացնում են իրենց հայտերը եւ յուրաքանչյուր հայտատուին չափաքանակը հասնում է ըստ իր կողմից ներկայացված ձկնորսների քանակի։ Ըստ ուսումնասիրությունների Հանրապետությունում 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է 1 կիլոգրամը մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7%-ը։ Համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների 2006-ից 23 թվականների ժամանակահատվածի համար գնաճը կազմել է 99.85%։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերագնահատելու բնական ռեսուրսի արժեքը, հաշվի առնելով, որ գործող ցածր դրույքաչափերը չեն նպաստում կենսապաշարների, մասնավորապես սիգ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը։ Նախատեսվող փոփոխություններով վճարումը կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։ Սիգը այսօր շատ կարևոր դեր ունի նախ Սևանալճի էկոհամակարգի համար, ինչպես նաև պարենային անվտանգության տեսանկյունից ինքը բավական այնպիսի ռեսուրս է, որ դրա արժեքը շատ ավելի բարձր է եւ եթե մենք հաշվենք, որ այսօր շուկայական գինը վաճառքի գինը 1000-ից միգուցե 1500-ի է տատարվում, երբ որ գնահատումը իրականացնում ենք հարկային օրենսգրքում փոփոխությունների, գնահատվել է, որ մոտ 1000 դրամ է, պատկերացրեք 1000 դրամի մեջ ընդամենը բնօգտագործման վճարը կազմում է 65 դրամը։ Եվ այստեղ այս արժեքավոր ձկնատեսակը եւ որպես սննդային նշեցի պարենային անվտանգության տեսանկյունից գնահատված չէ։ Նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի սահմանված չափաքանակի եւ փաստացի օգտագործված ծավալի դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ։ Վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության նպատակով օրենսգրքով նախատեսված հարկային հաշվետվություններ չներկայացնողները բնօգտագործման վճարը կվճարեն կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Շարունակում ենք թողարկումը շաբաթական կտրվածքով առավելագույն թվով արձանագրություններն են կազմվել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք շին հրապարակներում շարունակել են աշխատանքներն առանց փոշեկլանիչ ցանցերի տեղադրման։ Հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությանը, նշելով նման ընկերությունները կհանրայնացվեն կառուցապատողների պատասխանատվության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս շաբաթ կազմվել են ամենաշատ արձանագրություններն այն կառուցապատողների նկատմամբ, որոնք խուսափել են փոշեկլանիչ ցանցերի տեղադրումից, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, նշելով, որ այսուհետև հանրայնացվելու են նման ընկերությունների անունները, ինչը կնպաստի պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։ Թեկուզ դա տևի շատ երկար, անհատապես բոլորի անունները մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի մարդիկ իմանան ումից են տուն գնում եւ ինչ պատասխանատվության ընկերություններ են դրանք։ Ինչ պատասխանատվություն ունեն իրենց քաղաքի նկատմամբ եւ խնդրում եմ ամբողջական ցանկը շաբաթվա ընթացքում ներկայացնեք, հաջորդ շաբաթ բարձրաձայնելու ենք արդեն։ Խորհրդակցության ընթացքում Ավինյանը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին Մայրաքաղաքում կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածք։ 2024 թվականին արդեն իսկ մոտ 130 բակում ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն ստեղծվել են նոր խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր եւ հանգստի գոտիներ։ Քաղաքապետը այս ծրագրերը համարում է աննախադեպ, ընդգծելով դրանց ազդեցությունը երեխաների զբաղվածության եւ բակային միջավայրի զարգացման վրա։ Իրականում այս
բազմաթիվ հարյուրավոր բակային վերակառուցումների ավտոտնակների քանդումը ունի մի քանի նպատակ։ Առաջին նպատակը իհարկե բակային միջավայրի վերականգնումն է, կանաչ տարածքների ավելացումն է եւ բացի խաղահրապարակներից նաև շատ կարևոր են ֆուտբոլի դաշտերը։ Ինչով են կարևոր ֆուտբոլի դաշտերը, վերջերս երևի թե բոլորս տեսանք Հայաստանի հավաքականի ցավալի պարտությունը Պորտուգալիայի հավաքականից եւ ես վստահ եմ, որ մեր ֆուտբոլը առհասարակ նույնիսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլը պետք է սկսի բակերից եւ այն բազմաթիվ ֆուտբոլի դաշտերը, որոնք որ կառուցվել են եւ կառուցվում են Երևան քաղաքում, վստահորեն իրենց արդյունքը տալու են ապագայում եւ խնդրում եմ շեշտը ֆուտբոլի դաշտերի կառուցման վրա պահպանել եւ քանակապես որևէ դեպքում չնվազեցնել, որովհետեւ ամեն բակում կառուցված ֆուտբոլի դաշտը պոտենցիալ մեր հավաքականի նոր ֆուտբոլիստի ապագան է եւ հետեւաբար խնդրում եմ այս շեշտադրումը միշտ պահել։ Բացի այդ քննարկվել է Երևանի թիմ նոր օրենսդրական փաթեթը, որը ստացել է դրական եզրակացություն նախարարական կոմիտեից եւ ներկայումս գտնվում է վերջնական համաձայնեցման փուլում։ Ավինյանի խոսքով նոր օրենքով լուծումներ կտրվեն Երևանում վերջին 20-ից 25 տարիներին կուտակված խնդիրներին։ Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում շարունակվում է, համակարգային բռնության այդ մեքենայի թիրախում կանայք են եւ երեխաները։ Մասնագետները նշում են, վիճակագրական պատկերը մտահոգիչ է։ Հայաստանյան ընտանիքներում բռնության թեման շարունակում է մնալ մեր իրականության ցավալի եւ շտապ լուծում պահանջող խնդիրներից մեկը։ Ըստ Քննչական կոմիտեի 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալները ոչ միայն վիճակագրություն են, այլև հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում իրավապահ համակարգի եւ կառավարության կատարած աշխատանքի արդյունքը։ Այսպես 2025-ի առաջին կիսամյակին հարուցվել է ընտանեկան բռնության 1482 քրեական վարույթ, 78-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Ի դեպ վարույթների զգալի մասը 648-ը հարուցվել էր դեռ 2024-ին։ Եթե հարևանը հարևանի ծեծի կենթարկի, ընկերը ծեծի կենթարկի, դա համարվում է համապատասխան հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, հանցագործություն, իսկ եթե նույն արարքը կատարի ամուսինը կնոջ նկատմամբ կամ հակառակը, ընտանեկան բռնության տեսքով կամ ծնողը երեխայի նկատմամբ, երեխան ծնողի նկատմամբ, ապա սա համարվում է արդեն ընտանեկան բռնությամբ զուգորդված եւ համարվում է ծանրացիչ հանգամանք։ Ձեռնարկված քայլերի արդյունքում 157 վարույթ դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, եւս 5-ը բժշկական հարկադրանքի կիրառման եզրափակիչ ակտով։ Պետությունը մեծ քայլեր է կատարել ընտանիքը պաշտպանելու համար, ընտանիքի անդամներին ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար եւ քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության օրենսգրքի այս կարևորագույն փոփոխությունները եւ խստացումը ընտանեկան բռնության դեմ պայքարի առումով ժողովուրդ ջան, սանկցիաների խստացումը, քրեական հետապնդման մոտեցումների խստացումը խիստ կարևորում ենք եւ պետք է նշեմ, որ դա չի կարող իր դրական արդյունքը չտալ։ Միաժամանակ 390 վարույթ կարճվել է, որոնց գերակշիռ մասը ռեաբիլիտացնող հիմքերով, 134 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 30-ը միացվել, իսկ 38-ը համարվել է ավարտված ապացուցողական գործողությունների առումով, 728 վարույթ շարունակելու է քննվել տարվա երկրորդ կիսամյակում, ինչը ցույց է տալիս, որ համակարգի ծանրաբեռնվածությունը շարունակում է բարձր մնալ։ Դատարան ուղարկված 154 վարույթներից 4-ը ծանր վնասի, 4-ը միջին ծանրության, 16-ը թեթև մարմնական վնասվածքի, 79-ը ֆիզիկական բռնության, 8-ը սեռական բնույթի հարձակումների եւ այլ հանցագործությունների մասին են։ Հետազոտություն իրականացնելու ընթացքում մենք նախանշել էինք, ուրվագծել էինք բոլոր դերակատարների ոլորտի, ինչպես հասարակական կազմակերպություններին, այնպես էլ իրավասու պետական մարմիններին, ընդ որում հասարակական կազմակերպությունների շրջանակում տարանջատելով, ոչ թե տարանջատելով, այլ նախանշելով, այսպես ասենք, բոլոր այն կազմակերպություններին, ովքեր զոհերին են տրամադրում աջակցություն եւ նաեւ պոտենցիալ այն կազմակերպություններին, ովքեր որ հնարավոր է ապագայում դիմեն եւ կարողանան շահել դրամաշնորհն ու իրականացնել հենց ռեաբիլիտացման ծրագիրը։ Ի դեպ 165 տուժողներից 13-ն ամեն անպաշտպան խմբերից են, 18 տարեկանից ցածր երեխաներ, որոնցից 8-ը մինչև 12 տարեկան։ Այս վիճակագրությունը հրապարակվում է մի փուլում, երբ կառավարությունն իրականացնում է ոլորտային բարեփոխումներ, ուղղված բռնությունների կանխարգելմանն ու տուժողների պաշտպանությանը։ Մեծ թիրախը շահառուների
պոտենցիալ շահառուների դեպ ասեմ, նախազգուշացում ստացած անձինք են, մի քիչ մեկնաբանեմ, այն դեպքերն են, երբ բռնարարքը գործադրվել է առաջին անգամ եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության գործընկերները ռիսկի գնահատմամբ չեն կարծում, որ այս բռնարարքը այնպիսին է, որ պոտենցիալ ունի կրկնման ռիսկ եւ կարող է կրկնվել։ Ամեն դեպքում մենք հնարավորության շրջանակ ենք տրամադրում այս անձանց կամավոր սկզբունքներով միանալ եւ ռեաբիլիտացման ծրագիրը անցնել։ Վերջին շրջանում բարելավվել են ոստիկանության արձագանքման մեխանիզմները, կտրուկ ընդլայնվել են աջակցման ծառայությունները, ապաստարաններ, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողների ներգրավվածության ավելացում։ Հիմա արդեն կրթական ու իրազեկման ծրագրերը հայտնվում են դպրոցներում եւ համայնքներում։ Նպատակն է կանխել բռնությունը։ Խիստ կարևոր է, որպեսզի սերտ կապ լինի բռնարար գործադրածի շուրջ աշխատանք իրականացնող անձանց շուրջ իրականացնող աշխատանքների տրամաբանությամբ եւ պաշտպանական կողմի, որպեսզի մեկտեղվեն ջանքերը եւ աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն։ Բացի այդ, թեժգծերը հագեցվում են նոր ռեսուրսներով, որպեսզի կանչերին արձագանքը լինի ավելի արագ ու որակյալ։ Այս ամենին զուգահեռ քննիչներն ու սոցիալական աշխատողներն անցնում են խորացված վերապատրաստումներ, դեպքերը ճիշտ գնահատելու եւ մասնագիտական ճիշտ մոտեցումներ ցուցաբերելու համար։ Այս ուղղությամբ օրենսդրական փոփոխությունները ենթադրում են զոհի ավելի մեծ պաշտպանություն եւ ավելի խիստ պատիժ բռնարարի համար։ Մենք մեծ բարեփոխումներ ենք իրականացնում երեխայի պաշտպանության համակարգի եւ իրավունքների մասին օրենքում, առհասարակ 0-ից ստեղծել ենք մի համակարգ, ստեղծելու ենք, հիմա իրավական հիմքերը դրեցինք եւ ընտանեկան օրենսգրքում ենք փոփոխություններ իրականացնել, համաձայն որի շուրջ 2 տարի կպահանջվի ենթաօրենսդրական դաշտը կարգավորելու համար, այնուամենայնիվ 2028 թվականին Արարատի մարզում որպես պիլոտ ներդնենք երեխայի պաշտպանության նոր համակարգ, որտեղ հատուկ վերապատրաստված երեխայի պաշտպանության դեպքերով վերապատրաստված սոցիալական աշխատողներ կլինեն այսուհետ համայնքներում պետական պատվիրակված լիազորությամբ։ Պետությունն ընդգծում է ընտանեկան բռնության դեմ իշխանության քաղաքականությունը զրո հանդուրժողականությունն է եւ այս մոտեցումը պետք է դառնա իրականություն համայնքներում եւ յուրաքանչյուր ընտանիքում։ Չնայած քրեական վարույթների աճը կարող է առաջին հայացքից մտահոգիչ թվալ, սակայն ոլորտի ներկայացուցիչները նշում են, այն հնարավորություն է տալիս տեսնելու իրական պատկերը։ Թվերի այս աճը ամենևին էլ չի նշանակում բռնության դեպքերի աճ։ Այն կարող է լինել նաեւ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման արդյունք։ Արձանագրված այս փաստերն ու իրականացվող բարեփոխումները վկայում են, բռնության յուրաքանչյուր դեպք թիվ չէ, այն ճակատագիր է, ընտանիք, երեխա, կյանք։ Ուստի պետության եւ հասարակության համատեղ պարտքն է, որպեսզի այս ցուցանիշները տարեցտարի նվազեն, իսկ օգնությունը դառնա ավելի հասանելի, արագ ու արդյունավետ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախորդին աշխատանքային այցով Լոռու մարզում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։ Հանդիպանը քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ուսանողների միջազգային օրվա հետ կապված էլ Մանասյանը այցելել է նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, ուսանողների հետ հանդիպելու եւ նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ Մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ ուսանողների միջազգային օրվա առթիվ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան ուսանողների հետ հանդիպելու եւ նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ Պաշտպանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններ ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն։ Քննարկման շրջանակում պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության եւ մարդու որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարեւորությունը։ Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթաց նկատել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու եւ տարածելու հնարավորություն, հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։ Պաշտպանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաեւ համալսարանի տարածքում, ծանոթացել է շենքային պայմաններին եւ ուսումնական գործընթացին։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք մարդու իրավունքների ժամանակակից հիմնախնդիրների
հիմնախնդիրների հետ կապված եւ կարեւոր էր նաեւ շրջայցը համալսարանի տարածքում։ Ուսանողները բացի իրավունքների ոլորտային տարբեր խնդիրներ բարձրաձայնելուց նաեւ խոսել են տարատեսակ համայնքային ու մարզային խնդիրների մասին եւ ես դրանք շարունակելու եմ բարձրաձայնել, այդ թվում հրապարակային եղանակով, տարբեր պետական մարմինների հետ իմ պաշտոնական գրագրության միջոցով։ Վանաձորում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ, քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, նաեւ սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ի թիվս այլնի հատուկ ուշադրություն է դարձվել 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության եւ այլ հարցերի։ Այցի շրջանակում պաշտպանը ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մի շարք հարցեր, այդ թվում մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ նախաձեռնվող քայլերը։ Նաև ամփոփվել են իրավունքներին առնչվող արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, հասարակական կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության շահառուների հետ։ Այսօր շատ կարևոր է, որ ես հնարավորություն ունեցա այցելել նաև ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկին, հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությանը եւ նրանց շահառուներին։ Ու ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այս կազմակերպությունը մեր լավագույն գործընկերներից է ոլորտային, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինձ համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիրները առաջնահերթություն են եւ դրանք առաջնահերթություն են արդյունքում նաեւ մեր հաստատության համար։ Չափազանց կարեւորում եմ ոչ միայն մեր համագործակցությունը տարբեր դերակատարների հետ, այլ նաեւ ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ գործունեությունը եւ այդ տեսանկյունից չափազանց գովելի է, որ կան նման կազմակերպություններ եւ զբաղվում են նմանատիպ խնդիրներով։ Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, ընդգծելով, որ այն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանին հանդիպումը կազմակերպելուն, նաև ոլորտային խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Շահառուներն ի թիվս այլնի բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովմանը, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներին, խտրականության բացառմանը եւ մի շարք այլ հարցերի։ Պաշտպանը նշել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային, համակարգային եւ շարունակական պետական քաղաքականություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, անվտանգ եւ արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով։ Այլ թեմաներ։ Հայաստանում կայացել է Դուքենդոյի Ֆեդերացիայի 2025 թվականի ազգային առաջնության հանդիսավոր բացումը, որին մասնակցել է 920 մարզիկ տարբեր տարիքային խմբերից։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով հայ մարզիկները 2025 թվականին հաջող ելույթներ են ունեցել նաև միջազգային ասպարեզում։ Հայաստանում տեղի ունեցավ Դուքենդոյի Ֆեդերացիայի 2025 թվականի ազգային առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման արարողությանը մարզիկները ցուցադրեցին իրենց տեխնիկան եւ տպավորիչ ելույթներ ունեցան, որի համար էլ պարգևատրվեցին գավաթներով։ Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գոռ Վարդանյանը խոսելով միջոցառման մասին ընդգծեց, որ մարզիկները ցուցադրեցին տարիների ընթացքում ձեռք բերած հնարավորությունները։ Ըստ Վարդանյանի ֆեդերացիայի հիմնական նպատակը միայն մարզիկներին ֆիզիկապես պատրաստելը չէ, այլ հիմնական նպատակն է ֆեդերացիայի դաստիարակել հայրենասեր սերունդ, լինեն օրինակելի անձնավորություններ շրջապատում եւ հնարավորության սահմաններում կարողանան միջազգային հարթակներում լավ ձևի ներկայացնել Հայաստանի անունը։
Հայաստանում Դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը ներկայացրեց մանրամասներ մրցումների կազմակերպման, տարիքային խմբերի մասնակցության եւ միջազգային ձեռքբերումների վերաբերյալ։ Բոլոր տարիքային խմբերը մասնակցում են միջոցառմանը, այսօր ունենք 920 մարզիկ, ովքեր մասնակցում են։ Ասեմ, բացի սպորտային հաջողությունները մեր համար մեծ նպատակ է երեխաներին կրթել, դաստիարակել, որ սիրեն իրենց հայրենիքը, լինեն լավ քաղաքացիներ իրենց պետության եւ ընդհանրապես հասարակության համար, լինեն հոգով, մտքով եւ ֆիզիկապես առողջ սերունդ կարողանանք տանք։ Նա ընդգծեց նաև, որ հայ մարզիկներն այս տարի աչքի են ընկել միջազգային ասպարեզում, մասնակցելով մի քանի խոշոր մրցաշարերի։ Հայաստանի թիմը հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, որտեղ հաջողվել է նվաճել 8 ոսկե եւ 2 արծաթե մեդալ, ինչը համարվել է տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Բացի այդ, հայ մարզիկները հաջողությամբ մասնակցել են Սևծովյան երկրների ֆուլ-կոնտակտ կարատեի գավաթի առաջնությանը, որտեղ եւս մեր թիմը հաջող է հանդես եկել։ Վարդանյանն անդրադարձավ նաև աղջիկների մասնակցությանը, ընդգծելով Հայաստանում Դուքենդո մարզաձևում նույն նվիրումով են հանդես գալիս նաև իգական սեռի ներկայացուցիչները, միջազգային մրցաշարերում արձանագրելով բարձր ցուցանիշներ։ Ժամանակին, երբ որ մենք գնում էինք մեծ միջազգային տուրնիրների, իմ համար միշտ հարց էր առաջանում, մենք կարող ենք մեր աղջիկներին ներկայացնել ու այսօր մեր աղջիկները, որ հանգարց գալիս են ու միջազգային տուրնիրից առաջի տեղով հետ չեն գալիս, շատ ցավագին են տանում։ Ֆեդերացիան գործում է 1995 թվականից։ Այս ընթացքում հասցրել է ձևավորել այնպիսի սերունդ, որն ամեն գնով պատրաստ է պաշտպանել երկրի մարզական պատիվը։ Դուքենդոյի Հայաստանի առաջնությունը ոչ միայն մարզական միջոցառում է, այլև կարևոր հարթակ, որտեղ դաստիարակվում են մարզիկներ, ամուր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով ու մտքով։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 19-ից 30 անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնը այս տարի եւս միավորում է հայկական եւ արտասահմանյան թատերախմբերին։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է «Սիրո նամակ Հայաստանին» պատմաուսուցանությամբ։ Այս տարի փառատոնին կներկայանա 9 թատերախումբ։ Նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը հիմնադրվել է 2023 թվականին եւ արդեն երրորդ անգամ միավորում է համաշխարհային բեմարվեստի կարևոր թատերախմբեր, հայկական թատրոններ եւ մշակութային հաստատություններ։ Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվել է «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացությամբ եւ ցուցահանդեսներով, որտեղ լուսանկարների, երաժշտության եւ խոսքի միջոցով ներկայացվում է ամերիկացի արվեստագետ Ուինսլոու Մարտինի ավելի քան 20-ամյա ճանապարհորդությունը Հայաստանում։ Բացման արարողությունից առաջ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հատկապես ընդգծեց փառատոնի գաղափարական առանցքը, ստեղծարարությունն ու խաղաղությունը։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում մեր հանրապետության գլխավոր թատրոնի նախաձեռնությամբ։ Պիտի ասեմ, որ սկսած իր ենթատեքստից, այսինքն մենք խոսում ենք այսօրվա Հայաստանի օրակարգի շրջանակներում եւ գեղագիտության շրջանակներում ենթատեքստ ուրեմն տալուն, այն է ստեղծարարությունը եւ խաղաղությունը։ Դա շատ կարեւոր է մեզ համար եւ շատ կարեւոր ենք համարում, որ հենց պետական գլխավոր թատրոնն է այդ օրակարգի ուրեմն օրակարգը զարգացնում եւ այդ օրակարգից առաջարկում ամբողջ փառատոնի առանցքը։ Դանիելյանը հավելեց, մշակութային ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքներն արդեն տեսանելի արդյունքներ են տալիս։ Նա ընդգծեց, որ հանրապետությունում ձևավորվում է մշտական մշակութային եռուզեռ, որը շարունակաբար ընդլայնվում է։ Փառատոնի այս տարվա կարևոր առանձնահատկությունն է հայկական թատրոնների ներգրավումը, այդ թվում Հայաստանից դուրս գործող հայկական բեմերը։ Երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնի եւ Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախմբի աշխատանքները, ինչը ըստ կազմակերպիչների նպաստում է համահայկական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ծրագրում ընդգծված է նաև միջազգային հյուրախաղեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Լիթմուն թատերական ընկերությունը Քերի Վանյա եւ Լիրարքա բեմադրություններով։ Երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված է ընտանեկան ներկայացում աշխատարան 8 տարեկանից բարձր արվեստասերների համար։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Եվրամիության եւ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ իրականացվող գործակցային ծրագիրը, որի շրջանակում հայաստանաբնակ պարողները աշխատում են հայտնի Սաշա Վալց եւ հյուրեր խմբի պարող Դավիդե դե Պրետորոյի հետ։ Երեքշաբաթյա փորձերից հետո ստեղծված նոր պարային ներկայացումը կցուցադրվի Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց Հայաստանի կարևոր տեղը եվրոպական մշակութային ընտանիքում։ Հայաստանը միանշանակ եվրոպական մշակութային ընտանիքի կարևոր անդամ է։ Մենք փորձում ենք ստեղծել կայուն հարատև մշակութային կապեր, ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ այս երկիր այցելողների համար։ Ծրագիրը հրաշալի է հարուստ հետաքրքիր անուններով։ Գերմանիայի Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ դոկտոր Յան Թագե Քյուհլինգը կարևորեց եվրոպական խմբի մշակութային մեխանիզմի ներդրումը Հայաստանում։ Այս տարի Գյոթե ինստիտուտը լիարժեք բացել է իր դռները Հայաստանում։ Նախարարության, դեսպանության եւ եվրոպական մշակութային ինստիտուտների համատեղ ջանքերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր ծրագրեր եւ նոր հնարավորություններ բեմարվեստի զարգացման համար։ Երևանյան միջազգային թատերական փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի աշխարհի թատերախմբերի լավագույն բեմադրությունները, ստեղծելով շփման հարթակ տեղական եւ միջազգային արվեստագետների համար եւ աջակցելով հայկական թատրոնի միջազգային ինտեգրմանը։ Ավելի քան 10-օրյա մշակութային ծրագիրը Երևանը դարձնում է տարածաշրջանային թատերական խաչմերուկ, ամրապնդելով Հայաստանի տեղը ժամանակակից բեմարվեստի քարտեզում։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։